Երկրի վրա քայլող քաջարիությունները և երկնքում սավառնող հերոսարդիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Ռաֆիկ Խլղաթի Հակոբյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Ռաֆիկը ծնվել է 1996 թվականի հունվարի 19-ին Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղում։ Եղել է շատ համեստ, զուսպ ու ճարպիկ երեխա, բայց միշտ թախիծ կար նրա դեմքին և աչքերի մեջ անգամ ծիծաղն ու ժպիտը թախծոտ էին ստացվում։ Փոքր տարիքում շատ էր սիրում աղավնիներ, պահում էր։ Մինչև 3-րդ դասարան հաճախել է գյուղի Արշավիր Ասլանյանի անունը կրող դպրոցը, իսկ 4-ից 8-րդ դասարաններում սովորել է Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 դպրոցում։ Շատ էր սիրում իր դասղեկին, ընկեր Հակոբյանին, անչափ նվիրված էր համադասարանցիներին։ Դպրոցական տարիներին դասերի հետ մեկ տեղել է ծրագրավորման մասնագիտացումը և հաջողությամբ ավարտել դասընթացները։ Դասերի գնում էր գյուղից քաղաք Արմավիր, գնում էր հաճույքով, անտրտունջ, համատեղում էր նաև սպորտը։ Մի անգամ շարադրություն գրելիս գրել էր, որ ուզում է սասունցի Դավթի թրի նման ամուր թուր ունենալ և հաղթել թշնամուն։ Հետաքրքիր զուգադիպություն և համ ընկնում կյանքի խաչվող ուղիներում։ Մեր հերոսը սպորտսմեն էր, կարատեիստ, միշտ եղել է հաղթող, առաջին տեղի մրցանակակիր 4 անգամ ստացել է գոտիներ, վերջինը եղել է սև գոտին։ Մի անգամ, երբ հերթական մրցման ժամանակ պարգևատրվել է, լաց է եղել։ Մայրը հարցրել է, թե ինչու է լացում, երևի ուրախությունից։ Նա պատասխանել է. «Չէի ուզենա ընկերս գլխի կողքս կանգներ»։ Ընտանիքը Ռուսաստանում էր, Սանկտ Պետերբուրգում։ Նա էլ 2011 թվականին ավարտելով դպրոցը ևս միացել է ընտանիքին։ Ընդհանուր հաշվով ընտանիքն այնտեղ մնացել է 8 տարի։ Նա փոքր տարիքից է անցել դժվարությունների միջով, աշխատել և օգնել ծնողներին։ Անցնելով բազում դժվարությունների միջով երբեք չի չարացել կյանքի հանդեպ։ Դասերից հետո միշտ հապճեպ տուն էր շտապում և մինչ դասերը պատրաստելը նախ ընտանեկան բազմապիսի գործերում օգնում էր ծնողներին ու տատիկին, հետո նոր նստում դասերը պատրաստելուն։ Իսկ երբ ծնողները Սանկտ Պետերբուրգում էին, նա մի քանի անգամ դասերից բացակայել է։ Այդ մասին հուզմունքով է հիշում գյուղի դպրոցի նրա դասղեկը՝ Մարիետտա Հակոբյանը։ Գնացի իրենց տուն, պարզելու թե Ռաֆիկն ինչու է դասերից բացակայում։ Մինչև հիմա էլ սարսռում եմ հուզմունքից։ Տատը հիվանդ էր, նա տատին էր խնամում և իր ձեռքով ճաշ էր կերակրում։ Երբ Սանկտ Պետերբուրգում է եղել, կոշիկի գործարանում Ֆրանկոֆերմայում աշխատել է պահեստապետ, տիրապետում էր ռուսերեն և անգլերեն լեզուներին։ Դեռ 18 տարին չէր լրացել, սակայն նա հայրենասիրական մղումով վերադարձել է հայրենիք, որ ծառայի հայրենիքում։ Զորակոչվելուց առաջ դասարանի աղջիկներին ասել էր. «Չպսակվեք, մինչև բանակից գամ»։ Գամ նոր։ Իսկ տղաները բոլորը ծառայության մեջ էին։ Նրանց էլ ասել էր. «Ինչ խնդիր կունենաք, կասեք, ինչով կարողանամ, կօգնեմ»։ Բայց բոլոր ընկերները հետ եկան բացի իրենից։ Շատ ընկերասեր էր։ Հայաստանի ամեն մի անկյունում ընկեր ուներ։ Շատ հարգված տղա էր շրջապատում թե Հայաստանում, թե Սանկտ Պետերբուրգում։ Բանակ զորակոչվել է 2014 թվականի հունիսի 18-ին։ Մորն ասել էր. «Դու չլացես, ինձ չոր աչքով ճանապարհի,
որ չոր աչքով էլ դիմավորես։ Հերոս ջան, ցավոք հակառակը ստացվեց։ Գուցե հերոսացին մայրդ քեզանից թաքուն լացել էր, նա ուզում էր ծառայել Արցախում, եւ հենց այդպես էլ եղել է։ Վիճակահանությունից հետո դուրս է եկել եւ շատ ուրախ տոնով մայրիկին ասել. «Իմ ուզած տեղն էլ քաշեցի, Արցախ»։ Ուրիշները դժգոհ ու բողոքով են դուրս եկել վիճակահանությունից, թե Արցախ են քաշել, իսկ ինքը լայնաժպիտ եւ անչափ ուրախ, չէ որ հենց ինքն էր այդպես ուզում, եւ ծառայության է անցել Թալիշում որպես ավագ հետախույզ, գնդացրորդ։ Նա ուներ հնարավորություն որպես սերժանտ ծառայել Հայաստանում, սակայն չէր համաձայնվել ու նախընտրել էր մնալ Արցախում։ Ծառայում էր ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի հրամանատարության ներքո։ Նրանք նման էին մեծ ընտանիքի, իրար հասկացած, իրար թև ու թիկունք, խրոխտ ու անպարտելի, իրար հավատարիմ ու իրարից անբաժան, կռվեցին նաև ապրիլյան պատերազմի օրերին և միասին էլ հավերժացան։ Մեր հերոսի զորացրմանը մնացել էր ընդամենը 2 ամիս։ Վերջին անգամ մայրիկի հետ խոսել էր ապրիլի 1-ին, երեկոյան ժամը 22:00-ին, ասել էր դիրքեր է բարձրանում, իսկ երբ մայրը գնա զորամաս, թող հետը զորացրման շորեր բերի, հետո ասել էր դե կզանգեմ։ Այդպես էլ չզանգեց, ապա նույն գիշեր մոր հետ զրուցելուց հետո ընդամենը մի քանի ժամ անց թշնամու լայնամասշտաբ դիվերսիոն հետախուզական ներթափանցումը կանխել է իր հրամանատարի և դասակի տղաների հետ, հակառակորդին պատճառելով 30-ից 40 հոգու կորուստ, սակայն երկրորդ մարտը ճակատագրական է եղել նրանց համար։ Նա իր հրամանատարի Մերուժան Ստեփանյանի, ինչպես նաև Աղասի Ասատրյանի ու Վիկտոր Յուզիխովիչի հետ 14 ժամ կռիվ մղելով թշնամու դեմ պայքարեց արիաբար, բայց ընկավ այդ անհավասար մարտում, հավերժացավ պայքարելով մինչև վերջին շունչը և քայլ անգամ չնահանջելով։ Ցավոք, նրանք առաջիններից մեկն էին, որ կուլ գնացին արյունարբու գազանին։ Փառք մեր հերոսի, նրա հրամանատարի և նրանց զինակից ընկերների հիշատակին, խոնարհումս նրանց հիշատակին, հետ մահու Հայաստանի Հանրապետության և Արցախի նախագահների կողմից մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով է պարգևատրվել, ինչպես նաև Տիգրան Մեծի անվան առաջին գնդի մեդալով հայրենիքի պաշտպանության համար։ Շատ ազգասեր երիտասարդ էր, պատրաստ էր կյանքը տալու հայրենիքին ու տվեց։ Իսկ համադասարանցիները երկար ժամանակ դեռ չէին ամուսնանում, կարծես իրեն էին սպասում, չէ որ ասել էր կսպասեք մինչև գամ։ Նրա զոհվելուց հետո, որպես նրանից մնացած հիշատակ, հորեղբայրը դեռ պահում է նրա աղավնիները։ Վերջիններս կարծես նրանց տան խորհրդանիշը լինեին և հիմա էլ հիշեցնում են նրան, բայց ինչ խորհրդանիշ, երբ աղավնին խաղաղություն ավետող թռչուն է, սակայն չպահպանեց իրեն սիրող, իրեն խնամող, սիրող ու փայփայող տիրոջ կյանքը։ Ինչ ասել, չգիտեմ։ Այսօր այն դպրոցում, որտեղ մեր հերոսն է սովորել, Կարմրաշեն գյուղի դպրոցում նրա հիշատակը հավերժացնող փառքի անկյուն է բացվել։ Նույն դպրոցում է նաև նրա անվան ռազմագիտության դասարանը։ Նույնիսկ Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքում կա նրան նվիրված հուշանկյուն, ապա իրենց գյուղում տեղադրված է հուշարձան հենց իր պատվին։ Մինչև 2023 թվականի Արցախի բռնազավթումը նրա և իր զինակից ընկերների հիշատակին
խաչքար էր դրված նաև այն դիրքում, որտեղ նրանք քաջաբար կռվել և հավերժացել էին։ Հերոսացին մայրը հուզված պատմում է, թե որդու զոհվելուց հետո ինչպես է սրտատրոփ սպասել նրա ընկերների վերադարձին, երբ Ռաֆս արդեն չկար։ Այդ պատերազմական օրերին ասում էի. Աստված ջան, այնպես արա, որ Ռաֆիս ընկերները բոլորը հետ գան։ Ես իմ որդուն տվել եմ բոլորի համար։ Ինքը շատ ընկերասեր էր, գոնե նրանց կյանքը խնայի։ Աստված ջան։ Ցածր դասարաններում ուսուցչուհին շարադրություն է տվել, ինչ եմ ուզում դառնալ թեմայով։ Ռաֆիկը գրել էր, թե ուզում եմ դարբին դառնալ, նմանվել Սասունցի Դավթին, նրա նման թուր ունենալ և հաղթել թշնամիներին։ Նա դեռ մանկուց էր իր արյան մեջ սերմանել հերոսի կերպար ու ինքն իրեն կոփել այդ կերպով։ Մեր քաջը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով։ Փառք մեր հերոսի հիշատակին։ Նրան երբեք բացակայ չենք դնի։ Խոնարհումս նրա անկոտրում ոգուն։